Սարատեղի լանջերի քամու ձայնին առավոտից խառնվել է բանվորների աղմուկն ու բահերի թխկշղկը։ My Forest Armenia-ի աշխատողներն են փոսերը խորացնում, ծառ առ ծառ անտառ են տնկում։ Ես ապաց ենք թողնում, որ տնկելու ժամանակ բացենք խոնավելն է։ Լորեցիների խումբն այս սար գարնանն է եկել գործարել։ Գարնանելի յոլկա եղել, բիրոզա եղել, կաղին եղել։ Տնկիներն ամռան շոգին, որ չեն չորացել, ուրեմն կպել են արձանագրում են Իմ անտառ Հայաստանի թիմից։ 10,000-ից ավել է տնկվել է գարնանը։ Օրինակ սրանք։ Սրանք օրինակ, տեսեք, իրենք բավականին լավ են։ Տեսեք, սա է սրանք։ Շիվերի հարմարվելուց եզրակացնում են տարածքը ճիշտ են ընտրել։ Սա Գեղարքունիքում Իմ անտառ Հայաստան կազմակերպության առաջին ծառատունկն է, որի համար անտառագետները մարզի տկլոր սարերը շրջել, հողից նմուշ վերցնելով բավական երկար են նպաստավոր տեղ փնտրել։ Տվյալ տարածքը ինքի հյուսային դիրքադրություն ունի, ավելի խոնավ է եւ ավելի շատ է ստվեր։ Կարող եք խոտածածկից տեսնել, որ այստեղ պայմանները ավելի նպաստավոր են։ Հենց այստեղ են հյուրընկալում Բելգիայի Թագուհի Մաթիլդային, ներկայացնում բելգիացի ու հայ բարերարների նվիրատվությամբ այս 20 հեկտարի վրա 60,000 ծառ է տնկվում, կունենանք հայ-բելգիական անտառ։ Ցուցատախտակը բացելուց հետո Թագուհին էլ իր ծառը տնկեց, կեչի, ջրեց։ Նորատունկ լանջը, եթե AI սցենարով կանաչի, այսպիսի անտառ ենք ունենալու նկարով ցույց տվեցին։ Տարածքը ընդհանուր 30 հեկտար է, որից բելգիա-հայկական անտառը 20 հեկտարն է զբաղեցնում։ Այստեղ ընտրվել են այնպիսի ծառեր եւ թփեր, որոնք հարմար են տեղի հողակլիմայական պայմաններին։ Դրանք են ուրեմն իհարկե վայրի տանձը, վայրի խնձորը, նաև կեչի, կաղնի, սոճի, նաև թփեր, իհարկե չիչխան։ Բելգիայի Թագուհին մասնագետներից հետաքրքրվեց Հայաստանի քանի տոկոսն է անտառապատ, վերջին տարիներին թվերն աճում, թե նվազում են։ Թագուհի Մաթիլդան Հայաստան է եկել որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, հետաքրքրված նաև կենսաբազմազանության շրջակա միջավայրի հարցերով։ Նորին մեծության հետ զրուցելու հարցում ծառատունկի մասնակիցներից Անդրանիկի բախտը բերեց։ Mais le sol est très dur ici. Դժվար է ասես կորելը, այստեղ ոնց որ պինդ է շատ հողը։ Գետինը պինդ է, բայց լավ սևահող է, մոտակա աղբյուրներից տարածքով քչքչան առու է անցնում, այսինքն ընդերքում ջուր, խոնավություն կա։ Թագուհուն ճանապարհելուց հետո ամփոփեցին My Forest-ից։ Ծաղկում գյուղից երկարաժամկետ վարձակալած այս տարածքը նաև ցանկապատել են, որ կովերը չմտնեն արածելու տրորեն կամ ուտեն տնկիները։ Դժվար, շատ դժվար է Հայաստանում անտառաճեցնելու գործը, բայց եւ անհրաժեշտ, ասում է կառույցի հիմնադիր ղեկավար Նովիդեփ, ծնունդով Բելգիայից է։ Մենք մինչև հիմա 825 հեկտար տնկեցինք եւ աս աշունը, որ հիմա սկսած է, աս աշունը նորեն 100 հեկտար պիտի տնկենք, ուրեմն տարվա վերջ հույս ունենք, որ 925, դեռևս 950 հեկտար արդեն տնկված են Հայաստան։ Իմ անտառի անտառները բոլոր մարզերում իրենց ձեռքի տակով են անցնում, մշտական տնկողներից են, հպարտանում է Լորեցի Իրինան։ Այս ամերը լապատկեն ու ծառը։ Կատակում է, դաշտում մոռանում է նույնիսկ կռիվանի օգնական տեքոր կնոջ հետ։ Երկ ծիծաղով են ծառ տնկում, այս օրը հատուկ կհիշեն, Թագուհի տեսան, նկարահանվեցին։ Տարանք հոլիվուդյան աստղ։ Գործանող մարդուն պետք է շատ նկարեն։ Հերմինե Բաղդասարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։